Շնորհակալ եմ, անցնենք մեր բլից հարցերին, կխնդրեմ արագ պատասխանել մեր հարցերին։ Մեկ բառով նկարագրեք հայ-թուրքական գործընթացները։ Հուսադրող։ Քաղաքական գործչի ձեր էտալոնը՝ Մակրոն, Թրամփ, թե Փաշինյան։ Փաշինյան։ Ում կարծիքից եք ամենաշատը սարսափում, հանրության թե Փաշինյան։ Ես ոչ մեկի կարծիքից չեմ սարսափում, ես գնահատում եմ կարծիքները։ Հեղափոխությունը շահեց թե ձախողեցիք։ Հեղափոխությունը ունեցավ անառարկելի արդյունքներ կամ բաներ նաև, որոնք դեռ չի հաջողվել անել, բայց պիտի անենք։ Ձեր ամենամեծ սխալը քաղաքականության մեջ։ Չեմ ուզում անձնավորել, չեմ պատասխանի։ Ունեք, բայց։ Հա, ունեմ սխալներ, այո։ 2025-ին ԿՊ-ն քանի տոկոս ձայն կհավաքի։ Չգիտեմ, դա ժողովուրդը կասի։ Դուք ձեզ ապագայում ուր եք տեսնում, փոխոսնակը արդեն քիչ է։ Ես չեմ մտածում ապագայի մասին, քանի դեռ ընտրությունները չեն եղել եւ չենք տեսել դրա արդյունքները, անշնորհակալ գործ է քննարկել, թե ինչ կլինի դրանից հետո։ Ձեր թիմում կա մեկը, որին չեք վստահում։ Չէ։ Որ դեպքում դուրս կգաք քաղաքականությունից, ինչը կստիպի ձեզ։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Եթե լինեիք ընդդիմադիր այսօրվա իշխանության մեջ, ինչը կքննադատեիք։ Չեմ ասի։ Որպեսզի ընդդիմությունը չքննադատի, վախենում եք ընդդիմության դիրքորոշում։ Այնքան անտաղանդ եմ, որ նույնիսկ իմ ասելուց հետո չեն սկսի դա անել, բայց մեկ ամեն դեպքում չեմ ասի։ Ինչ որ բան, որ սովորեցիք Նիկոլ Փաշինյանից։ Համառություն։ Եթե չլինեի քաղաքական գործիչ, ինչ կլինեիք։ Չգիտեմ։ Ձեր մասնագիտությունը դիվանագետ։ Ես երբեք չեմ մտածել դրա մասին։ Արդեն ասացի 5 տարեկանից ես ուզեցել եմ լինել քաղաքական գործիչ։ Առավոտյան առաջին բանը, որ անում եք։ Բացում եմ աչքերս։ Ինչ երգ եք լսում մեքենայում։ Մեքենայում երգ չեմ լսում։ Սոցցանց, որից ամենաշատն եք օգտվում։ Facebook։ Ինչ որ բան։ Բայց երեք Instagram եմ բացել։ Instagram եք բացել, շնորհավորում եմ։ Հետո կանցնենք TikTok-ին։ Ինչ որ բան, որ շատ քչերը գիտեն ձեր մասին։ Հոբի ունենաք, ինչ որ հոբի։ Շախմատ տեսա ձեր աշխատասենյակում երևի շատ եք։ Չէ, մեծ սիրահար չեմ շախմատի։ Չգիտեմ։ Ես արչամուկ եմ պահում, խամյակ։ Մեկ բան, որ միշտ ձեզ հետ է։ Չկա այդպիսի բան։ Սիրում եք քննադատությունը։ Միջին։ Ինչ կասեիք 18-ամյա Ռուբենին։ Կասեի շարունակի, ոնց գնում է շարունակի։ Ձեր սիրած հայկական ուտեստը։ Հավի քաբաբ եմ սիրում շատ։ Երբ լռում եք, ինչ եք մտածում։ Տարբեր բաներ։ Մի բան, որ ձեզ միշտ ժպտեցնում է։ Տղաս։ Պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու եւ մեզ հանդուրժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։